Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Չմոռանանք, որ ապահովագրական համակարգի կյանքի կոչողը ոչ ես եմ, ոչ պարոն Օհանյանն է, ոչ դուք եք, բժիշկն է կյանքի կոչում։ Առանց բժշկի անմիջական մասնակցության մեր հիվանդը չի բուժվելու, ինչքան էլ ուզում եք գլուխներս գովենք, որ այս համակարգը ներդրեցինք եւ 1.600.000 հիվանդ պետք է բուժվի։ Հիվանդին բուժողը բժիշկն է։ Բժշկին չլսելը սխալ է։ Քանի որ դուք այս պահին այդ պաթոսային ելույթ ունեցաք, ես չեմ կարող չարձագանքել։ Ուրեմն առողջապահության նախարարությունը եւ ես անձամբ թե անմիջական եւ թե ինստիտուցիոնալ անընդհատ աշխատանք է վարում ինչպես բժշկական ասոցիացիաների, ինչպես բժշկական կենտրոնների ասոցիացիաների, նաև ազգային ժողովի խողովակներով, նաև հասարակական խորհրդի ձևաչափով, եւ եթե այդ հարցը այդքան հուզում է պատգամավորներին, նախորդ չորեքշաբթի օրը հարց ու պատասխանի ֆորմատը, որը արտակարգ, հիանալի ֆորմատ է, զարմանում եմ ինչու չօգտագործեցիք եւ որևէ հարց չուղեցիք ինձ։ Մենք մինչ այս, նորից եմ կրկնում, ձևաչափերի հնարավոր բոլոր տարբերակներով աշխատում ենք թե բժիշկների հետ, թե նաև պացիենտների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ։ Ես դες հասկանում եմ, որ դուք փորձում եք այսպես բանտալ, այո, հանգիստ եղեք։ Բոլոր բժիշկները լսված են եւ նրանց հետ աշխատանքները ընթանում են ինչպես երեք, այսօր եւ վաղ։ Տիկին Ավանեսյան, ես հանգիստ բարձրացնում եմ հարցադրումները։ Ես շատ հանգիստ եմ բարձրացնում եւ դուք մի անհանգստացեք։ Դուք հենց նոր հնչեցրեցիք, որ դուք հանդիպում եք, լսում եք կոնկրետ կազմակերպությունների, կոնկրետ անհատների հետ, բայց ես ասում եմ, կան կոնկրետ կազմակերպություններ, որոնց շրջանակում ներառված են մի քանի 100 բժիշկներ, նրանք նույնպես լսվելու իրավունք ունեն։ Եվ դուք նրանց չեք լսել, իրենք են եկել, ասում են, եկեք ինձ լսեք, եկեք մեզ լսեք։ Ձեզ թվում է, որ այդ բոլոր 100 բժիշկները պետք է գային այստեղ, նրանք այդ 100 բժիշկները լիազորել էին կոնկրետ կազմակերպություններին։ Տիկին Ավանեսյան, մի րոպե, եթե 100 բժիշկը չի եկել, դա դեռ չի նշանակում, որ այդ խնդիրները, որոնք վերհանվել են տասնյակ բժիշկների կողմից հենց այս դահլիճում, դա լսելու իրավունք չունի։ Նախ երկրորդը, ինձ հիմա հենց այս պահին եւ տարբեր ահազանգում են բժիշկներ, ովքեր ձեր Facebook-յան գրառումների տակ հարցադրումներ են բարձրացնում։ Դուք կամ ջնջում եք, կամ անտեսում եք։ Ես խնդրում եմ։ Ջնջում ենք, ոնց եք տեսնում այդ գրառումները։ Ուրեմն այդ բժիշկները իրենք հոպահում են։ Իրենք հոպահում են այդ ամեն ինչը, ես պետք է բոլորի ես ձեր Facebook-յան էջի գրառումների տակը կարդում եմ գրառումներ ու ասում եք, որոնք դուք ջնջում եք, բա որ ջնջածա, ոնց եք կարդում։ Բժիշկը ինքը ինձ ահազանգել է։ Չեն եղել այդպիսի դեպքեր, լավ, ես կխնդրեմ այդ բժիշկները, որ հաջորդ անգամ ինձ անգել են սկրինշոթերը, ես ձեզ ներկայացնեմ անմիջապես։